կախարդական ողջույնները մուլտ աշխարհից իմ սիրելի փոքրիկ հեռուստադիտողներ։ Եթերում մուլտիկնիկ մանկական ուսուցողական հաղորդումն է, իհարկե ձեզ ողջունում է մուլտ աշխարհի ամենաբարի նկարիչ Քերի Մուլտիկնիկը, Քերի Մայլը։ Ձեզ են ողջունում նաև մուլտ աշխարհի բոլոր հերոսները, մեր լավագույն բարեկամ Ապաչի ընկերությունը։ Այս անգամ Ապաչին ներկայացնում է իր արևածաղկի սերմերը։ Դուք արդեն ծանոթ եք, ճիշտ է, ծանոթ եք, իհարկե, առանց աղի աղով, այս անգամ նա ներկայացնում է նույն արևածաղիկը համեղ, բայց տեսեք այստեղ ինչ է գրված, գրված է գտիր ոսկե հատիկը, այնտեղ ոսկե կուլուն կարող եք գտնել, սիրելի փոքրիկներ, և դա ձեզ նվեր կլինի մեր Ապաչի կողմից, սա ասեմ, դե գիտեք, ուղղակի այսպես հիշեցման կարգով, բոլորը ողջունեցին, բայց սիրելի փոքրիկներ, այս կողքի տեսախցիկի ետևում իրեն կոտորում է, ձեռքով է անում, ով, այո ճիշտ է, ժամապահ Քերին, նա շատ բարի է, Քերին երեխաները շատ է սիրում և մեր եթերային ժամանակ այնքան է տրամադրում, որ մենք հասցնում ենք նկարել փոքրիկների առաջադրանքները, հերոսների մուլտիպլիկացիոն։ Այսօր էլ, մինչ դուք ձեր սպիտակ թղթիկները, գունավոր մատիտները պատրաստ պահեք, ասեմ թե բազմաթիվ փոքրիկների խնդրանքով ինչ ենք նկարելու։ Դե լիքը երեխաներ շատ են ցանկանում, որպեսզի նկարենք շնիկ, բայց տեսեք, այստեղ Արուսիկը խնդրել է, որպեսզի իր փոքրիկ սպիտակ շնիկին նկարեմ, ով իր հրամանները խելացի ձևով կատարում է, նույնիսկ երբ որ գնդակը նետում է, վազելով գնում, բերում, Արուսիկի ոտքերի առաջ է դրվում և լեզուն հանած սպասում է հաջորդ հրամանին։ Կարծես թե ամբողջովին նկարը պատմեցի։ Արուսը պատմեց, ես էլ այսպես։ Այսինքն դա ինչ է նշանակում, սպիտակ շնիկ, որ մենք հենց այս պահին ձեզ հետ միասին սովորելու ենք նկարել շատ դյուրին ձևով, հեշտ ձևով, փոքրիկ շնիկ խելացի։ Մենք շնիկներ շատ ենք նկարել, նույնիսկ ամփոփ շներ ենք նկարել, մասնագիտություններով, մուլտիպլիկացիոն հագուստներով, այս անգամ ձեզ սիրելի փոքրիկներ, էլի դյուրին ձևով եմ սովորեցնելու նկարել մեր այս շնիկին, բայց քաղաք Երևանից Արուսիկի խնդրանքով, թող այս անգամ էլ լինի Արուսիկի սպիտակ շնիկը, ով կատարում է Արուսիկի փոքրիկ հրամանները, գնդակն է բերում եւ այլն։ Տեսեք ինչ ենք անում։ Եթե մենք այ վերևի մասում այսպիսի մի կոր գծիկ անենք, հետո այսպիսի ականջներ նկարենք 1 2 կարծում եմ դժվարություն չէ։ Ու այստեղից այտերը նկարենք, հոպ, շնիկի, կարևորը ձեզ մոտ ստացվում է։ Հետո մարմինը, հիմա կասեք Քերի Մուլտիկնիկ այս ինչ անում։ Հետո ոտքի թաթիկները այստեղ 1 2 3 1 2 3 Եթե փորիկը առանձնացնեմ այստեղ, ուղղակի այսպես կոր գծիկով, ոտքերը միացնեմ, այստեղ էլի փորիկը շարունակեմ նկարել, ետևի ոտքերը մի փոքր այսպես Երևան, իբր նստած խելացի շնիկ է, սպասում է հաջորդ հրամանին, ոտքի թաթիկները, այստեղ էլ պոչիկը, նույնիսկ գնդակը, որ երբ որ Արուսը նետում է գնդակը, վազելով գնում, բերում և դնում է Արուսի ոտքերի տակ, այն ծրարում, այն նամակում այդպես է գրված, այդպես կլորիկ գնդակն ենք նկարում, վերջ, այ հիմա պետք է ամենադժվարին է նկարել, քիթիկը, բերանիկը, լեզուն կախված, աչքերը շնիկի, ինչ ենք անում սիրելի փոքրիկներ, տեսեք, այտերի կենտրոնում այսպիսի մի քիթ ենք նկարելու, այսպես, հետո բերանիկն ենք նկարելու բացվածքով, այսպես, փակագծում ենք, հոպ, հետո բացված բերանիկը ամբողջությամբ չենք միացնի իրար, ինչու, որպեսզի նկարենք կախված լեզուն, այսպես, հոպ, նույնիսկ կարող ենք ատամներ նկարել, կամ էլ չնկարել, դե ինչպես ցանկանում եք, ես այսպես ատամներ կտամ մեր շնիկին, բերանի խորոչը հետո սևով կներկեմ, խորությունը զգալու համար, հիմա աչքերը պետք է նկարենք սիրելի փոքրիկներ, տեսեք, այսպիսի աչքեր եմ նկարելու,
ու սևիկները պարտադիր, ձվածև, փոքրիկ սևիկներ, փայլիկով իհարկե, 1, և 2, հիմա հասսև մատիտը կվերցնեմ, ինչու, հիմա կասեմ, ինչու հասսև մատիտ, նախ և առաջ քիթիկն ենք ներկելու սևով, աչակողմյա կամ ձախակողմյա հատվածում կարող եք փայլիկ թողնել, հիմա բերանի խորոչը պետք է սիրելի փոքրիկներ ներկենք, կարող եմ ամբողջովին ներկել, ատամներ չունենա շնիկը, բայց ատամներով լավ է, կարծես թե ինձ դուր եկավ, տեսեք, եթե իմ փոքրիկ բարեկամներ հարևը աչակողմյա մասից է ձեզնից աչ, ուրեմն ոտքի ստվերները այսպես դեպի ձախ կնկարենք, այսպես, նույնիսկ գնդակի ստվերը, շնիկին հաստ մատիտով կնդգծենք ավելի լավ երևալու համար, այսպես, կարծում եմ Արուսը հիմա շատ ուրախ է, որ իր սպիտակ շնիկին ենք նկարում, այսպես, վերջ, ոտքի թաթիկներն են ընդգծեմ, վերջ, ավարտեցինք, գնդակն էլ, լավ գնդակն էլ բեր, ընդգծենք, այ դու շնիկ, գեղեցիկ շնիկ ստացվեց մեզ մոտ, Հարուսյակի սպիտակ շնիկը, վերջ, այսպես, այսպես, ավելի բարակ գծիկով կանեմ, վերջ, իմ փոքրիկ բարեկամներ, եթե ասում եք սպիտակ շնիկ, ուրեմն շնիկին չենք ներկի, կթողնեք սպիտակ, ուղղակի ես մի փոքր, այսպես դեղին մատիտով աչքերը կընդգծեմ, քանի որ աչքերն են չէ սպիտակ, այսպես առանձնացնելու համար, դունչիկը կլորացնեմ, սպիտակ ատամներից առանձնացնելու համար և կզակը, այսպես, մի փոքր դեղինով ընդգծելով, մեր սպիտակ շնիկը այդքան շատ չի փոխվի, տեսեք, գնդակը ներկելու եմ կարմիր, այսպես ուրեմն, լավ, ուրեմն ձախակողմյա հատվածից շատ մուգ կարմիր կանեմ, կիսալուսնաձև, սպիտակ կթողնեմ աչակողմյա հատվածում, այսպես, այսպես, կանաչ մատիտը կվերցնենք, սիրելի փոքրիկ բարեկամներ, մարգագետինը կանաչ կներկենք, այսպես, ես սպիտակ թղթիկը ճնշում եմ ներքևի հատվածում, դուք արդեն տեսնում եք, որ ձեր շնիկը իհարկե սպիտակ է, այսպես, շատ լավ է, հատակը կանաչ ներկեցինք, գծիկից ներքև սիրելի փոքրիկ բարեկամներ, դե դուք կարող եք ծաղիկներ էլ նկարել, ինչ ցանկանաք հենց դա էլ կարող եք նկարել, տեսեք, կարող ենք երկինքը կապույտ նկարել, բայց կարող է շնիկը նաև պատի մոտ կանգնած լինի, ինչու չէ, դրա համար պատը կներկենք բաց նարնջագույն, բաց, կարող եք մուգ էլ ներկել, նայած ձեր պատը ինչ գույնի է, ճիշտ է Արուսիկը ինձ չի ասել, որ իրենց պատը նարնջագույն է, բայց ես այդպես եմ կարծում, սպիտակ շնիկ արդեն արտահայտիչ է դառնում, այսպես,
Վերջ, սիրելի փոքրիկներ, լեզուն վարդագույն կներկենք շենիքի։ Եվ մեր շնիկը արդեն պատրաստ է։ Վերջ, իմ լավ բարեկամներ։ Գծիկներ կարող եմ անել, հոպ։ Անպայման ինձ հիշեցրեք, սիրելի փոքրիկներ, որպեսզի ունքերը նկարեմ մեր շնիկին սև մատիտով։ Այսպեսի ունքեր։ Հոպ։ Ահա, իմ փոքրիկ բարեկամներ, մեր շնիկը պատրաստ է։ Բազմաթիվ փոքրիկների խնդրանքով նկարեցինք խելացի լսող շնիկ, դե Արուսակին էլ առանձնացրի, որովհետև ինքը մի երկար պատմություն էր գրել իր շնիկի մասին, բայց ափսոս շնիկի անուն չէր գրել։ Անպայման մյուս տամակի մեջ գրի, թե ինչպես է քո շնիկի անունը։ Ուշադրություն, ինչ էինք մոռացել։ Կետիկներ 1 2 3 1 2 3 հոպ։ Վերջ, ավարտեցինք, հավ, սիրելի փոքրիկներ, քանի որ դուք նկարում եք քերի մուլտիկնիկին սովորեցրած այս նկարները, այլ նկարներ, եւ ցանկանում եք ուղարկել քերի մուլտիկնիկին, ապա պետք է ես հիշեցնեմ մեր հասցեն։ Կարող եք նաեւ առաջադրանքներ ուղարկել։ Անփոփոխ հասցեն է, սիրելի փոքրիկ բարեկամներ, քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ 2, կենտրոն հեռուստաընկերություն, մուլտիկնիկ հաղորդմանը։ Սիրելի ծնողներ, ձեր փոքրիկների համար անպայման բաժանորդագրվեք մուլտիկնիկ YouTube-յան էջին։ Այնտեղ լիքը հաղորդումներ կան, որ հեռուստատեսային եթերով դեռ չենք ցուցադրել։ Պայմանավորվեցինք։ Դե ժամապահքերի ժամանակն է հրաժեշտի։ Թաթիկով արա փոքրիկների, ապրես դու։ Թաթիկով արեց, շնիկը դե թաթիկով չի կարող անել, ուղղակի ուրախ նայում է ձեզ սիրելի փոքրիկներ։ Ձեզ հրաժեշտ են տալիս նաև ձեր սիրված բոլոր մուլտիպլիկացիոն հերոսները, մեր լավագույն բարեկամ Ապաչի ընկերությունը իր թխվածքաբլիթներով, աղիտ զողիկներով, քաղցր զողիկներով, արևածաղկի սերմերով, կրեկերներով, չիփսերով հանդերձ։ Դե նոր նարնջի համով արդեն թխվածքաբլիթի հետ դուք արդեն ծանոթ եք։ Ունենք ելակի, նարնջի համով եւ դասական։ Քերի մուլտիկնիկն էլ է ձեզ հրաժեշտ տալիս, հանդիպենք հաջորդ հաղորդմանը։ Մի նոր մուլտիպլիկացիոն կերպար կնկարենք։ Իսկ հիմա Աստված ձեզ պահապան, Ալբուլդը